Հայաստանի գրողների միությունում կայացավ արձակագիր Վրեժ Իսրայելյանի անվան տոնապետ գրական մրցույթը։ Տարվա լավագույն պատմվածքի մրցույթն արդեն 3-րդ անգամ է անցկացվում։ Ավանդույթի համաձայն մրցանակաբաշխության արդյունքներն ամփոփվեցին ապրիլի 2-ին արձակագիր դրամատուրգ Վրեժ Իսրայելյանի ծննդյան օրը։ Այսօր մի փոքր մտավախություն եւ մտահոգություն կա, որ կամաց-կամաց պատմվածքի ժանրը ավելի մոռացության կարող է մատնվել։ Դրա համար մենք փորձում ենք մեր լուման ներդնենք այդ նպատակի համար։ Տոնապետը հայրիկիս պատմվածքներից մեկն է, ինչպես լուսահոգի Ռուբեն Հովսեփյանը մի անգամ ասեց, որ Վրեժ Իսրայելյանի այդ պատմվածքում բանաձևել է մեր երկրի նաև ճակատագրի հարցը, այն մեջբերմամբ, որ եթե Հայաստանը տոնապետի չափ խելք ունենար, 1000 ոսկի կծախսեր, որ իր կորցրած մեկ ոսկին հետ բերեր։ Վրեժ Իսրայելյանի որդու Մհեր Իսրայելյանի խոսքով տոնապետ գրական մրցույթը նպատակ ունի խթանել ժամանակակից հայ արձակը, հատկապես պատմվածքի ժանրը, եւ որ ամենակարևորն է վառ պահել արձակագրի հիշատակը։ Գրականությունը մի պատմող կյանքն է, բայց ավելին է, քան ինքը կյանքը։ Իսրայելյան ընտանիքի եւ գրողների միության կողմից հայտարարված մրցույթի այս տարվա հաղթողներն են։ Մրցանակը շնորհվում է Վարոդյա Մկրտչյանին Սպիտակ դատաստան պատմվածքի համար։ Դիանա Անդրոմեդայի պատմվածք եւ Մարինա Բաղդագուլյանի Սիրելի աքսոլոտլ ստեղծագործություններն արժանացել են 3-րդ մրցանակին։ Երկրորդ մրցանակը շնորհվեց Շանթ Մկրտչյանին Մութ մանուշակագույն ագռավը պատմվածքի համար։ Տոնապետի առաջին մրցանակը տրվեց Թերեզա Ամրյանին Հեքիաթ լռության մասին պատմվածքի համար։ Շատ անսպասելի է ինձ համար եւ մեծ պատիվ էր ու մեծ հնարավորություն, որովհետեւ պատմվածքը մեզ թույլ է տալիս վերադառնալ ինքներս մեզ։ Իսկ խրախուսական մրցանակին արժանացավ Հովանես Գալստյանն իր Պստիկ Սաքոն ստեղծագործության համար։ Այս պատմվածքը ընկել եմ ընկերոջս։ Սա հաղթանակի պատմվածք է, հուսով եմ ծանոթանաք, ես հնարավորություն ունենալ ծանոթանալու։ Սա հավերժության ճանապարհը հաղթած ընկերոջ մասին է։ Գրողների միության քարտուղար Նորեկ Գալստյանը փաստում է. Վրեժ Իսրայելյան արձակագրի ու մարդ տեսակի կարիքն այսօր Հայաստան աշխարհը շատ ունի։ Սա հրաշալի հնարավորություն է տեսնել ինչ է կատարում այսօր մեր գրականության ընտանիքում, հատկապես արձակի տարածքում, եւ ես կասեի, որ իրեն երջանիկ պիտի համարի այն ստեղծագործողը, ով մասնակցում է այս մրցանակաբաշխությանը եւ արժանանում է մրցանակի, որովհետեւ Վրեժ Իսրայելյան իմ խորին համոզմամբ մեր արձակի հենասյուներից մեկն է, չեմ վարանի ասել, ժամանակակից արձակի հենասյուներից մեկն է։ Հետաքրքիրն այն է, որ բոլոր ընթացքները Վրեժ Իսրայելյանի ստեղծագործական կյանքի եթե հաշվի առնենք եւ փորձենք համադրել եւ վերլուծել իր ժամանակի մյուս դրսևորումների հետ գրականության ու մասնավորապես պատմվածքի, ապա կնկատենք, որ Վրեժ Իսրայելյանի պատմվածքագրության մեջ միշտ ինչ-որ մի հակաբան կա, հա, հակա ոչ այնքան այն առումով, որ հակադրվում է առկա միտումներին կամ չգիտեմ զարգացումներին, այլ որ միշտ Վրեժ Իսրայելյանը գրականագիտական դիտարկմամբ անում է այն, ինչը իրենից արդեն չեն սպասում եւ չի անում այն, ինչ բոլորը իրենից սպասում են։ Տոնապետ գրական մրցույթի ժյուրիի այս տարվա անդամներն են արձակագիր Մհեր Իսրայելյանը, արձակագիր Հովանես Երանյանը, գրող երաժիշտ Աղավնի Գրիգորյանը, գրականագետ Դիանա Խաչատրյանը եւ արձակագիր Գրիշ Սարդարյանը։ Ժյուրին առաջնային է համարել պատմվածքի գեղարվեստական արժանիքը, հաշվի են առնվել ստեղծագործության լեզուն, ոճը, ինքնատիպությունն ու ասելիքի արդիականությունը։ Նման միջոցառումները շատ պետք են զարգացնելու համար ժամանակակից գրականությունը ամենատարբեր ճյուղերով եւ մասնավորապես արդեն տոնապետը գիտենք, որ ինքը միտված է փոքր արձակի զարգացմանը եւ
քանի որ շատ յուրահատուկ ժանր է իրականում եւ մեկ-մեկ մարդկանց կարող է թվալ, որ շատ ավելի հեշտ է ստեղծագործել այս ժանրում, բայց իրականում ժանրային առանձնահատկությունները հաշվի առնելով շատ յուրահատուկ լեզվական, մտածողական, տեսողություն ներքին գրականություն պետք է ունենաս, որպեսզի կարողանաս այս ժանրում ստեղծագործել։ Մրցույթի եզրափակիչ անցած ստեղծագործությունները հրապարակվել են Կայարան գրական հանդեսի 2026 թվականի մարտ ամսվա համարում։ Հասմիկ Ֆահրադյան, Բեն Անտոնյան, Արմալուր։